Շենիկ գյուղ, հարգանքներս։ Բարևներս, հարգելիներս։ Սիրված քույրիկի ծննդյան օր շնորհավորելու։ Էդում էր թվում, որ մենք այսքան շուտ կգնանք։ Ես եմ Վարդանը։ Միած երազանք պահեք այս ծաղիկն ու տորտը։ Չէ։ Եվ այս դեղին կիսանապատային ծափեր տվեք։ Ումեք, ես ինչ է բայց։ Բայց դա հարց է հələ։ Բաց եւ հարգված փեսան։ Սիրունդ կգրկես էլի, հա։ Շենիկ գյուղում մենք սիրված ենք։ Դե պաչիկ տուր տատիկին։ Այդ սերը ես զգում եմ։ Ասում ես սերա։ Սրտի ցավով եմ հեռանում այստեղից, բայց այս կաղաչը ջարդենք սիրտը ի վերջո։ Լավ, պետք է հեռանանք, որովհետեւ Ընկերներ, հարգանքներս, մենք գտնվում ենք Արարատի մոտ, Արարատ գյուղի եւ քաղաքի միջպետական մայրուղին է սա։ Եվ այն վերանորոգվում է հետաքրքիր ձևով, չեմ հասկանում ինչ ձևով է, բայց հետաքրքիր է ու կարևորը մենք ունենանք ճանապարհ, թող Աստված տա, շատ լավ լինի, երկար ծառայի, մենք էլ երկար գնանք ու գանք այս ասֆալտի վրայով ու մեզ լավը զգանք, մեքենաներն էլ չջարդվեն։ Հիմա մենք ընկերներ այս շեն տեսարանից հետո միայն կարող էին գնալ Շենիկ գյուղ։ Շենիկ գյուղ, հարգանքներս, ես շատ ուրախ եմ, ինձ շատ լավ ընդունեցին, հիմա կրկին գնում ենք Շենիկ գյուղ, սիրված քույրիկի ծննդյան օր շնորհավորելու։ Ես եմ Վարդանը, ծաղիկն ու տորտը եւ ուրախ գեղեցիկ տրամադրությունը, այնպես որ մնացեք մեզ հետ հետաքրքիր է լինելու։ Եթե ճանապարհին լինի այնպիսի իրավիճակ, որ հետաքրքիր բան լինի նկարելու, անպայման կնկարենք։ Եթե չլինի նման իրավիճակ, ուրեմն այսքանը ընկերներ, մինչ հասնենք Շենիկ գյուղ։ Եվս մեկ անգամ մեր կյանքի ընթացքում այցելում ենք հոկտեմբերյան քաղաք, եվս մեկ անգամ մեզ դիմավորում են ճուղտ աղբերները, զույգերը, մեր հրաշք երկու ծխնելուզը հենց Արմավիր քաղաքի սկզբնամասում են, ամեն անգամ նայելիս հասկանում ես, որ դու գտնվում ես Արմավիրում, ամեն ինչ հոյակապ է, հիանալի, պլանավորածի պես գնում է առաջ, եւ թե ինչ է պլանավորված, մանրամասն է։ Մենք գնում ենք Շենիկ գյուղ, որտեղ նպատակ ու երազանք ունենք նկարել դրոնով, Շենիկը տեսնել լույս աչքով, որովհետեւ անցած անգամ որ գնացինք, Շենիկը մթության մեջ էր, մութ էր, ուշ ժամ էր, իսկ այսօր այդ պահը չի, արդեն ունենք զույգ եղբայրներին մի պահ ֆիքսի վարքան, որ անցնենք գնանք։ Մենք Շենիկը տեսնելու ենք լույս աչքով, Շենիկի բնակիչներին, ողջույններ, լավ լինեք, ես մեկ անգամ եմ գնացել Շենիկ, սա երկրորդն է ընկերներ եւ ասեմ ձեզ, որ շատ լավ են դիմավորել, այդպես հարազատ գյուղ եմ հիմա գնում, անունն էլ մի քիչ մեր գյուղին նման է, Վերնաշեն, ընդեղ էլ Շենիկ, Հենիկը որ հանում ես, դառնում է որ էլի մեր գյուղն է, էլի շտարբերություն, Վերնաշենն է էլի։ Շատ մոտիկ է սահմանին Թուրքիայի հետ, այնպես որ դրոնով նկարելու դեպքում մենք կարող ենք ցույց տալ նաեւ Թուրքիայի սահմանը, տեսնենք հնարավոր կլինի դրոն բարձրացնել։ Եթե լինի, մեծ սիրով։ Իսկ հիմա ընկերներ, մեր առաջ է գեղեցիկ ճարտարապետական լուծումներով կամուրջը, որը կարող է ձեզ հասցնել ուղիղ Սարդարապատ, ընկերներ։ Այստեղով են գնում Սարդարապատ։ Սարդարապատը շատ գեղեցիկ, իմաստալից եւ հաղթանակներով լի օղակտոր է մեր հայրենիքում։ Բոլորդ էլ ժամանակ գտեք այցելեք անպայման։ Իսկ հիմա մենք արդեն Արմավիր քաղաքի փողոցներով ենք երթևեկում, Արմավիրը շատ գեղեցիկ է, կոկիկ մաքուր եւ բավականին մեծ քաղաք է ընկերներ, ես նկատել եմ, որ մեծ է, բախտ ունեցել ենք այստեղ շրջելու երկար, բարև Արմավիրի իմ սիրելի հետևորդներ, լավ եղեք, ամուր եղեք եւ առողջ, իսկ մենք այսօր անցնում ենք Արմավիր քաղաքը, որովհետեւ մեր վերջնակետն է Շենիկ գյուղը, նկարի Արմավիրի բոլորովին միջավայրը։ Արման, հազար բանի, մենք անցանք էլի Իսամոլի դեմով։ Այս հատվածով անցնելուց ընկերներ կրկնակի եռակի ուշադիր եղեք, որովհետև շատ հաճախ կարող է մեքենան ուղղակի
հանդիպակացից թրջել քո առաջ ու կերել քո բամպերը։ Շիտը, կամ այլ կերպ ասած, Վարդան ոնց ասած, դու գիտեիր անունը շտի։ Տեսեք ինչ հրաշալի մոտոցիկլ է ընկերներ, մանկություն բաժանող, գեղեցիկ պահեր բաժանող մոտոցիկլ է մեր առջևով գնում, ապրի սա ստեղծողը ու մանուկներին ուրախացնողը, հրաշք տեխնիկա է, այո, պաղպաղակ, հələ տեսեք ինչ շխուրով է գնում, հրաշք մոտոցիկլ, որը մեր կադրից անպակաս մնաց, նա այդ աղբորը թեթև կնկարես, ես անցնում եմ, այսենց ենք անում, ընկերներ հայ-հայեր թե պաղպաղակի մոտոցիկլ էի կպնում, տշում, բայց ես այդ մարդը չեմ, չէ որ նա լավ գործ է անում, բարի գործ է անում, բարեկամը երևի ինձ սիգնալ տվեց, հա, ասաց բարեկամս, չեմ վերով անուշանք էր, ազար բարի։ Տեսեք ինչ տեխնիկաներ է շրջում Արմավիրի փողոցում, հա, հրաշք, Արմավիրը տարբերվում է, էլի, շատ լավն է։ Հոկտեմբերյանը մեր շատ սիրելի Վարդան, կարող է հանկարծ մի տեղ կանգնեմ գազ լիցքավորենք, որովհետև իմ հաշվարկներով հետ գալու ճանապարհին Շենիկի համայի դաշտերում ենք մնալու, բարեկամս։ Այսօր հիանալի օր ու առիթ է, որպեսզի դուք տեսնեք Շենիկի դաշտերը։ Այստեղից հենց կարելի է ձախ գնալ ու եթե կա ձախ, իհարկե, եթե կա գնանք գազալիցքավորման աշխատանքներ կատարենք, եթե չկա կա։ Խոսքով ես համարում եմ, որ կա։ Հա Վարդան, ճիշտ եմ համարում։ Դե որ մտնում ենք, ուրեմն կա, էլի, չէ՞։ Եթե ես ասում եմ, որ կոնսիլիումը սկսում է ժամի 7-ին, դա վերաբերում է բոլորին։ Ախպեր առիթ կա, բայց բան եմ անել, գալեմ շուտ հետ էթամ։ Պրոստը որ Շենիկը փոքր գյուղ է, հաստատ չէի կարա չասեի, ոնց էլ չլեր կտենայիք։ Կասեիք ախպեր, բա որ եկել ես խիմա չես զանգե, չէ, ասելու էր, չէ, ճիշտն աս։ Ահա։ Դե մի զանգել եմ, գալիս եմ էլի, նավսյակի իմացեք, կարակ տես դուրս գաք գյուղի մեջ, կայնենք իրար հետ, մի հատ խոսանք, շփվենք, ես էլ անակնկալս անեմ, բա տղերքը գյուղում են։ Կարող զանգեմ, համարը գցել, խոսալ։ Դե կապ, Սահակը ձերոնցից է, չէ։ Հələ Սահակի համարը ասեմ տեսետ, հա։ Սահակի համարը։ Զրո։ Ընկերներ, գեղեցիկ Արարատյան դաշտավայրն է։ Հրաշք կանաչ բնությամբ, հիմա անցնում ենք Հացիկ գյուղի կողքով, Հացիկ գյուղ, բարև ձեզ, մենք ձեր մոտ եկել էինք, էլի եկանք ու շատ են գալու անցնենք, քանի Շենիկ գյուղում մեզ շատ են սիրում, էլի շուտ-շուտ կանչում են, գալիս ենք Շենիկ, Քարակերտ և նման այլ գեղեցիկ հայոց գյուղերը, իսկ ձեր գյուղով պետք է պարտադիր անցնենք, որ գնանք այնտեղ, այնպես որ մեր ոտքը միշտ խերով լինի ձեր գյուղին։ Սես զուգահեռ անցնելուց էլի, սես միշտ խերով լինի, լավ լինի բոլորիդ գործերը, լավ լինեք, այս երեխեքը միշտ ստեղ կանգնած, ինձ անփորձանք։ Հետաքրքիր է մեր Հացիկ գյուղը։ Այս տարածաշրջանի գյուղերը հենց բոլորը հետաքրքիր են ու գեղեցիկ։ Ես շատ եմ հավանում այս հատվածը մեր Հայաստանի։ Դրա համար շուտ-շուտ նկարում ենք, որ տեսնեք, լավ զգաք ձեզ, սա մեր հողերն են ընկերներ, մեր Հայաստանն է գեղեցիկ։ Սիրուն Հայաստան ունենք մենք։ Բաղրամյան գյուղն է ընկերներ։ Բաղրամյան գյուղը, Միասնիկյան, Միասնիկյան և Բաղրամյան, աչում Միասնիկյանն է, ձախից Բաղրամյանը, և իշն էլ լավ, որ այստեղ գյուղերը շատ են, դաշտերը տիրություն արող ունեն, ինչի բառապացույցն է այս գեղեցիկ կանաչ ծառերը, ծիրանենիները, խաղողները և այլ մշակաբույսեր ծառեր։ Լուսնակը բոլորել է, ամբի մեջ մոլորել է, շեք տղակու երեսից իմ Այստեղ ամեն ինչ լավն ու արտահայտիչն է երևում մեր հայոց ժողովրդի աշխատասիրությունը։ Հրաշք ճանապարհ է, հեքիաթային ճանապարհ։ Այս ամենը մեր հայրենակիցներն են ստեղծել, այս կանաչը ճանապարհի եզրին, ինչքան գեղեցիկ է։ Ասես հոգեպես հագենաս։
Միասնիկյան յուղի գլխավերևում այս ամպերն են հիմա այսօր, այս պահին։ Մեր մաքույրիկի ծննդյան օրը եղանակը հենց այսպիսինն է։ Օրը հենց այսպիսինն է, որը կյանքում լինում է մեկ անգամ։ Ամեն կորցված անցած պահը էլ հետ չի գա, ընկերներ։ Ամեն ինչ կյանքում լինում է այսպես մեկ անգամ։ Մեկ անգամ է լինում եւ պետք է ամեն վայրկյանը բաց չթողես, ապրես ճիշտ ու թող գեղեցիկ ընկերներ, որպեսզի հեքիաթային լինի ամեն ինչը։ Ահա խաչմերուկը, որից եթե թեքվես աջ, գնալու ես Քարակերտ, իսկ եթե անցնես այսպես ուղիղ մեզ նման, կգնաս ուղիղ Շենիկ գյուղ, ընկերներ, Շենիկ գյուղի ճանապարհը, մեզ տեսավ, մեր աղբերը, մեծ աղբերը, հա? Այստեղ արդեն մեզ մի քիչ ճանաչում են, հետաքրքիր է։ Տեսեք ընկերներ, Շենիկ գյուղ գնացող ճանապարհը ասֆալտը ունի վերանորոգման կարիք անհապաղ, որովհետև սա մնացել է հնուց, պետք է վերանորոգել։ Շենիկ գյուղը առանց այդ էլ փոքրիկ գյուղ է, բնակեցված հզոր մարդկանցով։ Նրանց համար դժվար է այսքան ճանապարհը ամեն օր գնալ գալ։ Սա մեքենա ջարդող ճանապարհ է։ Հնարավորության դեպքում կխնդրեի չանտեսել այս հարցը եւ անպայման լուծել այս խնդիրը, որովհետեւ ճանապարհը շատ է ցնցում, գցում է, բռնում է, տանում է աջ, բերում է ձախ եւ հնարավոր է սա պատճառ դառնա նաեւ վթարների։ Հրաշք։ Դե գնանք Վարդան, լավ։ Ընկերներ, ձախից առաջին հայացքից թվացող ամայի դաշտերում մեր հայրենակիցները ստեղծել են խաղողի դաշտեր, իսկ դաշտի վերջում արդեն մեր պապական հողերն են, Արևմտյան Հայաստանի հողերը, որոնց դիմաց հիմա ծլարձակում աշխատասիրությամբ փայլում է հայ ազգը, հայոց աշխատասիրությունը, կամքը այստեղ փայլում է, որովհետև տեսեք, սա միայն այս եղանակի այս սեզոնին է, որ այստեղ կանաչ է դաշտերը։ Ամռան այստեղ ամբողջովին դառնում է դեղին, եւ այս դեղին կիսանապատային դաշտերի վրա մեր հայրենակիցները հիմնել են խաղողի այգիներ, խաղող են ստանում եւ ծիրան, դեղց, մի խոսքով սա հպարտանալու տեսարան է։ Այս տեսարանին նայելուց մենք հասկանում ենք մեր հայրենակիցների աշխատասիրությունը, նրանց ենք ճանաչում։ Այս դաշտով եւ նմանատիպ գործերով պետք է ճանաչենք ինքներս մեզ, ուրիշ ոչ մի ձև։ Սա է մեր իսկական դեմքը։ Հայը ստեղծարար է, աշխատասեր, հայրենասեր։ Այնպես որ ուրիշ ոչ մի ձև մի փորձեք ներկայացնել մեզ։ Ոչ ոք չփորձեք։ Մենք հզոր ենք։ Աջից ընկերներ Բաղրամյան ավանն է։ Այս ավանն է Վարդան ավելի շատ, որովհետև շենքեր են կառուցված։ Նկատում ենք, որ շենքեր են։ Միշտ հիշի, որ նկատելու համար զում անես։ Կանես չերևա։ Շենքը ախպեր դե մտա հենց Վարդան։ Շենքերը, սա ավանն է, Բաղրամյան ավանը։ Ես ենթադրում եմ ավան նայելով առաջին հայացքից, թե չէ, չես կարող վստահ լինել ավանա թե գյուղ։ Եվ իհարկե արջից խաղողի դաշտերի մեծությունը տեսեք ընկերներ։ Ապրեն սա արարողները։ Առողջ լինեք եւ ամբողջ հողը մշակեք մեր, ինչ ունենք դա մշակեք բարձր մակարդակով։ Վարդան էլ տես որտեղ երկինքը, խավարն ու լույսն են կիսվում, տեսեք ընկերներ։ Սա պատմական կադր է։ Շենիկի գլխավերևում, Շենիկ գյուղի գլխավերևում երևի թե նման տեսարաններ շատ է լինում, նրանց համար սա երևի սովորական է, բայց մենք հիմա ուղղակի խենթանում ենք այս տեսարանի համար։ Հուսանքը անձրև չի գա ու խանգարի մեզ, որ դրոնով նկարենք։ Ձախից տեսեք անասնապահությամբ նույնպես զբաղվում են, գեղեցիկ անասուններն են, կովերը, կատնատու, լտես ոնց են լցրել իրենց կաթի ամանները, կովերը, ինքան են կերը, լավ կաթ են հավաքը, ամեն մեկը մի 10-12 լիտր։ Գերազանց։ Ընկերներ, սա այն ճանապարհն է, որը տանում է Շենիկ։ Տեսեք, տեղ-տեղ լավ է, տեղ-տեղ վատ, տեղ-տեղ ալեկոծ է, տեղ-տեղ էլ խարտյաշ մազերով։ Այո, հա, ալիքի մեջով անցանք։ Մենավոր թթենին, ընկերներ։
Մենավոր թեթենի նկարիր Վարդան։ Սա շենիկի մենավոր թեթենին էր։ Կգաք ստե կինո կնկարեք, անվել կդնեք մենավոր թեթենի։ Տեսեք իր գեղեցիկ սարեր են նշմարվում հորիզոնում ընկերներ, սա մեր արևմտյան Հայաստանն է, մեր քաղցրությունը, մեր համն ու հոտը։ Այստեղ բնակեցված գյուղերի մեծ մասը եկել են արևմտյան Հայաստանից։ Հələ տուֆ կտրելու բանը, ով չի տեսել թող տենա, ես անպայման ընկերներ տեսեք թե ինչպես են ստանում տուֆը, ես հենց հիմա կգնամ R տեսակի փոխանցումով, որպեսզի դուք տեսնեք այն ինչը որ միշտ տեսնում եք, բայց չգիտեք ոնց են ստանում։ Տեսեք ինչ խենթանալու տեսարան է։ Սա ընկերներ տուֆի ստացման հանք է։ Տեսեք տեխնիկան նկարի որ տուֆա կտրում, հենա Վարդան, հենա։ Տես, խնդրում եմ ուշադիր, ահա։ Հողից կտրում առանձնացնում են տուֆը, տանում են հայօջախներ են հիմնում, սարքում եւ բնակեցնում։ Շնորհակալ ենք։ Հրաշք եդեմական կադր հայոց հողի վրա։ Ընկերներ, սա այն պահն է, երբ որ զգում ես, ինչքան շատ ես մոտենում մեր պատմական հողերին, այնքան բնությունը ավելի է զարդարվում, ծլարձակում, կարծես թե հասկանում է, որ այս տեսանյութը մի ամբողջ հայազգ է տեսնելու, դրա համար նա լավագույն տեսքով է հիմա ներկայանում, տեսեք ինչ հրաշք է, մարգագետինների փայլը, արևի շողը ուղղակի փայլեցնում է կանաչը ու ստեղծում եդեմական տեսարան։ Դաշտ է, էլի դաշտը դու փորձի նկարես, դաշտը շատ հետաքրքիր է, տես հեռվում, դաշտը շողում է արևի լույսի տակ, իսկ հեռվում արդեն անպամած եղանակ է, որը մի առանձնահատուկ ֆոն է ստեղծում այս տեսանյութի համար։ Մենք էլ փոքր ինչ արդեն կորացանք այս արևի ճառագայթերից, բայց մենք հիմա ընկղմվում ենք այնտեղ, որտեղ որ եղանակը այդքան էլ բարեհաճո չի գտնվել։ Երևում արդեն երևում է Շենիկ գյուղը։ Շենիկ գյուղն է երևում։ Զում մի արա, դες ուղղակի պահի, որ արդեն մենք հասնում ենք Շենիկ գյուղ, էլի։ Տեսեք ինչ հրաշալի ջրականալ է։ Միանգամից աչքի են ընկնում, որ այստեղ շատ ու շատ աշխատանքներ են տարվել ու տարվում հիանալու տեսարան է։ Պետրոսի համար իմ մոտ կար, բայց կա զանգեմ Պետրոսին, մեր ընկերոջը։ Մի անգամ եկել գնացել ենք Շենիկ ու մոտավորապես մի 7-8 հոգի ընկեր ենք ձեռք բերել, այնպես որ հիմա մենք գալիս ենք մեր եղբայրների գյուղը, մեր անուշ աղբերների գյուղը, դրա համար ինձ շատ լավ եմ զգում։ Վարդան կաղա ստեղից դրոնը հանենք գնանք, թե քամի է անասելի։ Հիմա մեր արևմտյան Հայաստանի օդն է գալիս մեր արևելյան Հայաստան։ Շատ անուշ քաղցր հոտ ունի արևմտյան Հայաստանի հոտը շատ լավն է։ Դու զգում ես Վարդան։ Ես կուզենայի հենց հիմա այստեղ քաշել աչ կանգնել ու նայել արևմտյան Հայաստանի ուղղությամբ։ Հրաշք, ամպեր հəl Վարդան։ Իր սիրունը։ Ընկերներ Ջրակներ տան, թող որ ճամփան չբռնի նաոտարության, ամեն մի ուլալիսի ջրակներ տան, թող որ ճամփան չբռնի։ Լստե տնա մերևում է սահմանն ուրա։ Հա? Հերույա։ Էս աղբեր։ Ընկերներ պատկերացրեք մենք ապեր էս է էլի, չէ՞։ Էս է սահմանը։ Ապիս պատմած երգիրը մեզ է սպասում, ուլալիսու հետ անցիր բարդ ու դժվար ճանապարհ, ուլալիսու հրանտը չի։ Չէ, հրանտը չի, հրանտը։ Չէ, Պետրոսը։ Տեսնանք երանք խմանք եկանք էլի։ Իշա գյուղ եկել, է։ Հա, գյուղ են գնում։ Լեկը տեքնատ կոպի մոկել նոր։ Ախպեր ես ասել եմ, ես զանգել էի, ում եմ Մայիսին զանգել։ է զանգել։ Մայիսին եմ զանգել։ Զանգել ա քեզ, հա։ Զանգես դու դրա համար ես եկես թե գործ եք անում։ Աշխատում եք, սրսկում եք, ես ի՞նչ է բայց։ Յոնջա եք սրսկում, որ լավ աճի։ Յոնջան էտի բանն է,
Արվոտը, հա, մեր արվոտ, հա։ Ինչ կա, լավ է։ Լավ ենք ախպեր, մեզ ինչ այլ է, ուր ազապարտ, հավեսով։ Քիչ մնա չէ հասնենք գյուղ, հենանից աղաչ ենք անում, գնում ենք, էլի։ Վարդան, արիստից դրոնը հանենք գնանք։ Բանեսն եք եթալում, Սահակյաներոջ։ Սահակյաներոջ։ Հա, դե գրել էր, Սահակին պետք է զանգենք, չենք զանգել է, իննադու։ Հեսա բանկ են եմ ախպեր, գգամ։ Բայց ընդ նշում են, հավաքվել են, քեզ չեն կան, չէ ախպեր։ Գգամ, նա չի որ չեմ գալու։ Զանգեմ մի հատ։ Հələ զանգի, ես այսա պետք է զանգեմ տակի տակ։ Բարեկամներ, Մայրամուտի ֆոնին մենք, հեսա, Մայրամուտի ֆոնին մենք գնում ենք արդեն ուղիղ Շենիկ գյուղ, հերվում մեր պապական հողերն են, Մուշ, Վան, Արդահան և լիքը այլ հրաշք քաղաքներ, որ մերն են ի վերուստ, մենք ենք կառուցել, հիմա մնացել անդեր։ Ոչինչ, մենք մեր աշխատասիրության կամքի շնորհիվ մի օր այնքան կհզորանանք, որ նորից կդառնանք տերը մեր երկրի։ Գնում ենք Շենիկ գյուղ։ Հիմա մեզ հետ կգա, Պետրոսին նկարիր, թե չէ։ Պետրոսը անում։ Պետրոսն։ Հա? Ախպեր Պետրոսը։ Դու չես հիշում։ Պետրոսն է ինքը։ Ախպերս գռած կգամ։ Ես գռած չեմ գալի, պարյամո զանգում եմ տես։ Ես էր բանի համար Սահակի։ Տես որ Պետրոսն է։ Օ, բան կայցակ կանդ է, եթե կարաս նկարի, էլի։ Այն ծառերի մոտ։ Այն ծառեր, որ կա սարի վրա, նորից է։ Ալյո։ Սահակ։ Այո։ Հա, ախպերս, հազար բարին, ոնց ես։ Լավ եք, դուք ոնց եք։ Լավ ենք, լավ, բարեկամս, լսի։ Ինֆինիտի քշող ախպերը Պետրոսն է, չէ։ Ինչ քշող։ Ինֆինիտի։ Հա, քշում է։ Հա, Պետրոսն է, չէ քշում։ Վախտը գիտա։ Հա, բայց Պետրոսն է, չէ անունը ախպեր։ Բայց Պետրոսը։ Հա, մեր Պետրոսը էլ գիտեմ, հələ նկարի ոնց է հող մշակում տրակտորը։ Դե ախպերս, ես հիմա գիտես ուր եմ։ Ուր ես։ Է որ հայ ասում եմ Խաշմերուկ Աչանեմ գամ, հա։ Գալում ես Շեն գյուղ, հա։ Հա, բա ախպեր, Շենիկ գյուղ եմ գալ, էլ։ Այս կուսապիտ մեր արավ։ Դու էլ ընդ ես ախպեր։ Ես հեսա գալում եմ գյուղի դեմը դες դիմավոր եմ։ Դե արի ախպեր, ես էլ եմ գալ, են պիտնի աշկան ծախիկ ախպեր չի տիրնի աշկայր, ինչ է, չգիտեմ։ Չէ։ Հələ կա։ Սա ումանամա։ Սա մնում, բա այդ չէ լավ ախպեր, ուրեմն նորմալ չեն նայե վիդեոն, որ գան առնեն։ Ու ես որ վրաշ ես, ես որ ես վրաշ։ Ախպեր վրազ եմ, բա ինչ եմ, պետք է հետ գնամ Եղեգնաձոր։ Անցած անգամ էլ էի Եղեգնաձոր գնալու։ Չէ, զոնքի ծնունդ էր հետում։ Հա, բա ախպերս, բա, տեսար։ Ես զոնքի ծնունդն այ ախպեր։ Լուրջ։ Իա։ Բա, զոկանչային հարցեր է, էլի։ Ես որ խմենք իրար է։ Ախպեր, հեսա կգամ կասեմ ինչ այլ է։ Ինձ արմավիրի ոստիկանները վաբշե չեն սիրում, ես վերջերս շատ են կայնացնում։ Ես պետք է շատ օրինավոր քաղաքացի լինեմ, որ հանկարծ ու հանկարծ խնդրի մեջ չընկնեմ, ջոգի։ Մենք եղան օրինավոր դրկան դոկյանես ախպերես։ Հա, ասա Խաշմերուկ ախպերս, օրինավոր ձևով։ Ես կլոր ֆար 06-ով եմ։ Կլոր ֆար 06-ով։ Ախպեր, էնի հին ու բարի կլոր ֆարն է։ Հա, մի հատ 07 եկավ քառակուսի ախպեր։ Ես հեսա հենա գյուղից դուրս գնա։ Դե ես լուսերս վառում եմ նավսյակի, որ դու ինձ տենաս, հանկարծ շանսնեմ այդամ։ Շենիկ գյուղը, ընկերներ, Շենիկ գյուղը կարծես, Պետրոսը եկավ գաստվեց, գնացինք Պետրոսի հետևից, Պետրոսը արագ գալիս է, ջոգիր, զգուշ կլնես։ Պետրոսը չի մարուտնա, պեսեսա, Պետրոսը։ Մարութներ ախպեր, ախպեր բավուր է Պետրոսը, Մարութի անը դրել եմ Պետրոս, ախպեր։ Ախպեր պեսեսա մարուտնա։ Դե իմը ավտոներով է ասոցած, ախպեր ես էլի գալիս եմ Մարութ ես տուն։ Հա, դե վсё, տես կլի։ Հա, բայ ախպեր շուտ աս, անցի ախպեր ես զիջում եմ, ես սիրում եմ զիջել, զիջիմ։ Գնա այդ տենց ախպերս, զգուշ չխփես ֆինիտին։ Արի։ Մարութ, բայ ես ասում եմ Պետրոս, չես ասում Պետրոսը չի ախպեր, երկուստ է թրաշով ձեր համար տղեկ եք ախպեր։ Պետրոսը այ է, զրոտով կանաչ տաղենա։ Հա, ուր է, չի եկեք այն են դե Պետրոսը։ Ախպեր, բան ախտանում արդեն մեզ, հավաքվել են ուրերը։
Սաղ, հավաքվել են հյուրերը։ Ապե կարևորը փեսերը դեր արի։ Հələ լովը նկարի, էլի, լովը աղբեր, լովը նկարի։ Հենա լովը աղբեր։ Տեսեք շենիկում սերը շատ է։ Լով է։ Ուրա բա։ Ահա, սա մեր ընկերներն են։ Շենիկ գյուղը մեր երկրորդ գյուղն է դառնում արդեն գնալով։ Գնում ենք Շենիկ գյուղ։ Այսինքն գյուղում ենք արդեն։ Աղբեր, ստե մոտիկ։ Ախպերս մենք Հա, զանգ եկավ, լսի, ես որտե կայնենք, մատ դրոն ենք, դրոնով տարածք ուսումնասիրենք գանք։ Օրա, կոմիսիոն ընկեր, կայնի կոմիսիոնը պետք է նկարվի։ Կոմիսիոն։ Վարդան, նայ։ Կոմիսիոն։ Շենիկի կոմիսիոնն է, ընկերներ։ Նկարում ես կոմիսիոնը։ Կոմիսիոնը գիտես ինչ է։ Խանութ։ Մի վաղտ ասում են, տատիները ասում են գնանք կոմիսիոն գանք։ Կոմիսիոն էլի։ Մարութին խառնել էի Պետրոսի հետ։ Բայց դու ջոգել ես որ Մարութն է։ Ես Մարութ չեմ ջոգել եմ, Հա։ Բայց դու ինչ չեր հիշում։ ինչ է հիշում, բայց ջոգել եմ։ Ես ուղղակի համատեղեցի մեքենան, թրաշը, ու ասի վсё, Պետրոս։ Բայց հետո ասում եմ, ախ լրի Պետրոսը չի էլի։ Բարի օր ձեզ։ Ախպեր ես կա ասենք արդեն ծննդի տեղը։ Ես ինչ են հավաքվել բոլորը։ Ես գյուղամեջն է աշկիս։ Բարև ձեզ, Շենիկ գյուղի բնակիչներ։ Ես գյուղամեջն է, ասենց հավաքվել եք։ Էսի գյուղամեջն է։ Հաճելի է շատ, դե գնացի։ Սահակին հետևելով, երկու կլոր ֆարերով գնում ենք ընկերներ։ Գնում ենք հասնենք Սահակի զոքաշմայրիկին։ Տեսեք ինչ խաղեր է տալիս Սահակու կատաղա։ Սահակ ես ինչ ես անում։ Բարի օր աղբեր։ Դե կային ես ումդ հասկացնեմ որ կային, Սահակ։ Մի րոպե Սահակ, արա Սահակը իմ անուշը աղբերն է։ Սահակ, մեռնեմ սրտիդ, լսի, ուզում ենք դրոն թրցնենք մի հատ։ Ես քո ավտոյից է կտկտոցը։ Իմ մի վաղտի մից էլ էր գալի։ Որտե է տունը։ Դե լավ ստե մի տեղ կայնենք դրոն անենք մատ յուղը Շենիկը նկարենք քանի լույս է, հետո եթանք։ Կոնն ինչ է։ Սերգեյ, կոն է։ Լավրենտ, բա դուք տղերք, կոնն է։ Տիկո, Էդիկ, Արմեն։ Բա ինչ եք ասում, խոսքի մի, օրինակ մի 10 տարի հետո ինչ եք անելու։ Ոչ մի բան։ Լասա։ Բոքս, ով է բոքսը։ Բոքսը դու ես։ Դու բոքսոր։ Դու բոքսիստ։ Դու բոքսիստ։ Սաղ բոքսոր եք, հա։ Ծրագրավորող, հիշի, հա։ Դու բոքս, սաղը 4 բոքսիստ մի ծրագրավորող։ Ստեվա ջան, Շենիկ ես մտա։ Հա, բա Շենիկումը տենց է, ախպեր, մոռացել էի։ Շենիկի գեղեցիկ։ Ինչ է լավ։ Հա, ո բան չէ լավ։ Ուրա բայց։ Վերջին մեզ հասած տեղեկություններով մեր դրոնին հարվածել են ծիծեռնակները։ Այ ծիծեռնակ, դու գառնան սիրուն թռչնակ, են չէ եկար խփի դրոնից, արա չգիտես որ թանկ բան է։ Եկավ, դրոնը եկավ, ամեն ինչ կարգին է, ծիծեռնակների հետ հարց բռնելուց հետո մեր դրոնը հասավ տեղ, Շեն մնաց, որովհետև մենք Շենիկում ենք։ Հա, հետո 10 տարի հետո կգաք, բան կանեք, կնայեք ես վիդեոն կասեք արեդ ես եմ ջոգի, հա, YouTube ենք գցելու, կմտնեք կնայեք։ Հա, աղբեր ես դու էլ արի, հələ արի, քո անունն ինչ է։ Մանուկ։ Մանուկ ջան, արի, դու երևում եմ ես տղա ես, երևում եմ, նայ հələ քայլելուց բան։ Դու ինչ ես դառնալու, լասա։ Ավտոքանդելիչ։ Ավտոմեխանիկ։ Մեխանիկ ես դառնալու։ Մալադեց։ Լավ մեխանիկ կլնես, սաղ ավտոները կսարքես, որ տոշնիլի, հա։ Հələ պայմանավորվանք։ Օրինակ ես սենց էի անում, հա։ Օրինակ ես երազում էի, որ ինձ փոքր բախտ գան նկարեն աղբեր։ Բա, ես էլ ստե մի հոգի, չէ, դուք եք, հա։ Ինչ կրեք որ դերից։ Կհիշես, հիշողությունից ոնց ես։ Լավ։ Մարգարյան Ստեփան կհիշես։ Կգրես Շենիկ գյուղ, Մարգարյան Ստեփան կգամ։ Դու
Էսի ծնունդ ենք եկել։ Ինչի այ ախպեր, ինչի համար։ Ինչ այլ է որ։ Ախպեր դու կարգին տղա ես ինչի Ծնունդին էին գնացել։ Ինչի ախպեր։ Դու չեմ սիրում։ Չես սիրում։ Մեկը բան ծնունդին էլ չի գնացել։ Հա։ Չէ, Մարուտի։ Հա, Մարուտի։ Այ դիզը նայել։ Նայել ես։ Էլով նայ։ Ես։ Երկուսով եք նայ։ Ես էլ եմ։ Դու էլ ես նայ։ Ահա դու սուստերի ես աշկերդ կանաչ։ Կոն հա։ Քոյդ կապ ունի։ Նման եք։ Ախպեր դա։ Հա։ Հա։ Դե ինչ ասեմ։ Բրայան։ Ախպերս ունես կնկարես կադրի մեջ չելնեմ ես։ Հա, չէ։ Հա, ունես նկարի ախպեր, որ կադրի մեջ չելնեմ։ Ընկերներ, հիմա մեզ ուղեկցում է Էմաքույրիկի մոտ իր շատ սիրված եւ հարգված փեսան Սահակը, տեսեք, նա անգամ ձեռքով ցույց տվեց, որ այստեղ տանգվիրով կա։ Իմի, конечно, պատահաբան հանգիստ անցանք։ Կարմիր Մոսկովիչը չենք մոռանում ընկերներ, որ էս ինչ է հետաքրքիր թաղաստ է, ոնց որ մեր բեմպեի մեքենավարման դաշտը ելնի, ախպեր, ասենց իշնում հելնում է։ Բարև ձեզ։ Շենիկ գյուղում մարդիկ շեն են, գեղեցիկ տուֆերը կտրել են, հողից առանձնացել ու տներ են սարքել։ Այո, Շենիկ գյուղը տարածաշրջանի ամենամեծ գյուղն է հողատարածքներով, բայց գյուղի տների քանակով փոքրիկ է։ Բայց նրանում ապրող մարդիկ են մեծանուն ու աշխատասեր։ Եթե աշխատասեր չլինեին, այդքան հող չէին ունենա։ Հողը ինչ էին անում։ Նշանակում է մշակում են, որ հող ունեն, չէ՞։ Այդպես է դուրս գալիս։ Բարի օր ձեզ։ Աշխատասեր իրավիճակի։ Օհո, հասել ենք տեղ։ Սահակ։ Ես ընդեկը կայնեմ, էլ դες ինչ սիրում վառոտա կանաչի մեջ։ Ընկերներ, մի հրաշալի իրավիճակ է ձևավորվում, հենց հիմա ամեն ինչը պատրաստ ենք անում ու գնանք։ Ծաղիկը հանեմ ջրից, մենք ջրով ենք ծաղիկը բերել։ Առաջի հարկում են, չէ՞։ Հա, առաջ ներքևն է, չեմ երևա, չէ՞ հիմա։ Հա, նորմալ գումար, հա։ 1000 բարին, ախպերս։ Գումանն էլ, հա, քրոջ ախպոր կողմից։ Այս գումարը չէ, գումարը ախպորից։ Քրոջ ախպոր կողմից է այն գումարը։ Դե այսինքն մի հատ սենց պայթուն կլնի, իմ կարծիքով, մի հատ էլ անես պայթուն կլնի։ Ինչ վատա որ։ Ախպեր հյուրեր եկել են։ Բոլորը ընդեն, հիմա ծնունդ են անում։ Հիմա ծնունդ են անում։ Արդեն սկսել է։ Դու էլ ես ծնունդի տեղից եկել։ Եկար մեզ դիմավորիչ։ Abrís. Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եք։ Նա ցենց արեք։ Վերջում չմոռանաս, մայել լավ եւ 60 կա ծախելու, հա։ Հա, ուր է էսա։ Մեր սակոինն է։ Օ, սակոյ։ Մատորն ինչ մատոր է։ 2.5 2 վանոս, հա։ Բայց փակած է, ոնց է ռեկլաման է։ Հա, բա ախպերս ես եմ մտնում։ Կասկածներ չկան, չէ՞ որ գալու եմ։ Տեսել է վիդեոս։ Անունները նա քեշին որ։ Նայ, Էմմա, Աստրիկ, Վինո։ Էմմա, Աստրիկ, Վինո։ Վինո, всё լավ։ Էմմայից են։ Դավա գնացինք։ Օ, բարևներս, հարգելիներս։ Կանեմ սիրուն քեզ, իմ աչքի լույսին քեզ, իմ հոգու անբաժան բաժին, քեզ հետ եմ քայլնի մարել առաջին, ուր ես գնում ուր, խնդրում եմ ձեռքը տուր, մեկ անգամ էլ գրկեմ ամուր, հպարտանամ, որ ունեմ քեզ պես քույր։ Կյանքում կփորձես ինչ-որ բան։ Ես հիմա փորձում եմ գտնել հոբելյարին, այդ պետքա տարբերվող ժպտա։ Իմացիր, որ ես զգում եմ ինձ պետք չէ հարցնել։ Իմ ձեռքով քեզ անցնում եմ այս։ Շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը, դուք ունեք շատ գեղեցիկ անակնկալ, այսօր ձեր օրն է, բոլորը ուրախ են, բայց ճիշտ է ցույց չեն տալի, չեն ժպտում։ Լուրջ նայում են։ Միած երազանք պահեք, այսօր ձեր պահեն որ ընդեղ եք պաստորեն։ Հա, դուք ընդեղ եք, հա, այն որ եկել էի, հա։ Չէ։ Չէ, ոնց չէ։ Հա, լավ, դուք խառնում եք։ Այն պահը կարող խառնեմ։
դուք երազանքներ ունեք, չէ՞, պետքա պարտադիր ունենաք, թե չէ առանց երազանք չի լինի։ Շենիկ գյուղի բնակիչներ, Շենիկ չէ, սա լավ է, չէ՞։ Հա, մալադեց։ Դե բան արեք ինչա, չեք։ Բաժան բաժին քեզ հետ եմ քայլի մարել առաջին ուր ես գնում ուր խնդրում եմ ձեռքը տուր մեկ անգամ էլ գրկեմ ամուր հպարտանամ որ ունեմ քեզ պես կուր ախ ինչքան Ու մինչև ծաղիկը տալը ուզում եմ հարցնեմ դուք կասկածներ ունեք ում կողմից կլինի այս ամենը, Կան կասկածներ։ Փեսան օրինակ կարա լինի։ Չէ, չգիտեմ։ Հա, տես մի անգամից չէ։ Հա, փեսան այս անգամ չի անում, որտեվ իմացել է որ անողներ կան, դրա համար չի անում։ Բայց դա հարց է հələ։ Անում է թե չի անում։ Ում կողմից կլինի։ Տղայիս կողմից։ Չէ։ Չէ։ Սարգիս չէ, Սարգիս է, չէ՞։ Չէ, Սարգիսը չի։ Սարգիսը այս անգամ այս կառույցի հետ գործ ունի։ Ախպորս։ Եվ Եկեք քույրս։ ձեր քույրիկի եւ եղբոր կողմից աստրիկ քույրիկի եւ վինոկ։ ախ ինչքան եմ սիրում քեզ իմ աչքի լույսին քեզ իմ հոգու անբաժան բաժին քեզ հետ եմ քայլի մարել առաջին ուր ես գնում ուր խնդրում եմ ձեռքը տուր մեկ անգամ էլ գրկեմ հպարտանամ որ ունեմ քեզ պես քույր թե կյանքում կփորձես ինչ-որ բան Բարձր տրամադրություն։ Ձեր շատ են սիրում իրանք։ Կարոտել են ու ուզում են գան գրկեն։ Շուտով շենք ելնի կգան Շենիկ գյուղ։ Հա, հերո են էլի, որ գանցնի լավ կլինի, հա։ Հələ մի րոպե չէ, ես բան է էլի։ Չէ, այսօր ես ասել եմ ուրիշ պահ կա, պետքա շուտ հետ գնամ։ Թե չէ, ես մեծ սիրով ձեր հետ գիտեք ինչ քեֆ կանեի։ Լավ, կային մոտ գանց արիդ բարև եմ։ Չէ, ախպեր, պիտի շուտ գնամ, բարև ձեզ։ Այս բանը էլ Շենիկ գյուղի այս դրվածքը իս դուր եկավ, այս այնյանից գամ մեծ ախպեր։ Ասեմ որ դրվածք է, որ տղերքով առանձին եք, կնանիք առանձին, այդ ուրիշ է էլ, էդի լավ է էլի, քեֆ անելու սկիզբնդից է սկսում։ Դե, ձեզ լավ օր, ես գնամ, մեկ ուրիշ անգամ կգամ կնստենք։ Գնում եմ եղեք նազոր, ես և 69-ն է։ Հիմա մենք թեման ծրում ենք թեման, որպեսզի էլի գնանք, որովհետև մեր Հիմա քույրիկը արդեն հայ-հայ թե գլխի են կնում թե ում կողմից է անակնկալը, առաջին տարբերակները նա շատ ճիշտ էր ասում, բայց քանի որ հա, ինչ է պատահել։ Հա, ամեն ինչ կարգին է։ Այսի պահել դուք հա, հիմա հա, ստեյա չէ մեր մնացած բաները, հա, հեսա ես կգամ մի րոպե։ Հոլանդե է, այդ հաստատ քո մատը խառն է։ Հեսան այդպես կլինի, ինձ սիրուն բուկետա բանար է առե։ Սոքաշ։ Օ, Այս փոքր իմ աղջիկն է։ Դու դու ես նվեր տալու։ Էս ինչա։ Այս սրտի կա մեջն ոսկի։ Მე որ պետք է ջարդի դրանից, հա։ Քրոջ աղբոր կողմից էր, էլի կհիշես տաս։ Քրոջ աղբոր կողմից։ Էսի որդին է, Սարգիսը։ Էսի թորնուհին էլ արդեն փեսայի պահերը կա էլի, հա։ Փեսան վերջը իրան ցույց տվեց էլի։ Լավ, չէ, էսի ես կպահեմ, Վարդան։ Ինչը մորն է, էլի նոր պատի տա։ Ապեր սարդիճ։ Նոր։ Էսի նոր պետք է տայինք։ Չէ, ժամանակ։ Այն ժամանակ էլի։ Բայց դու տվել ես ինձ չեմ վերցե։ Արտա խմիր դու էլի։ Գնացի։ Հələ չխմացա տենց ան, բաբուր խմեր։ Էսի որդուի։ Լսի, հիմա իրենք իմացան գնացինք, չէ՞։ Դե մտեք ներս դուք։ Դու սպասի, մեր հետ կգաս։ Իմ մոտ որդին, ես էլ արդեն դստեր։ Էսի քո կողմից, հա, հա։ Սիրունա, ինչ է, շորը կահան բռնել է, կային, վերջել չի բռնինա, աղ չարա ճճի բուկետ, գնանք, հա, դու սպասի, հենց մենք մտնենք նոր, հա, Իմ հետևից արի։ դու Վարդանի հետևից կգաս, հա, մի քիչ տեսեք այս օջախում սերն է բնակվում, սիրտ, երևի Սարգիսն է նկարել սիրարված ժամանակ, եկել է նկարել է, էլի, մտնեմ, հա, Էդ ում էր թվում, որ մենք այսքան շուտ կգնանք։ Անեմ սիրում քեզ
Այս անգամ ես սենց հերվից գամ, էլի։ Հələ ասեք ում կողմից կան, ոնց որ։ Հա, էլի, հələ տեսեք ինչ սիրուն է, հələ նայեք։ Հəլնդե։ Հա, հաստատ։ Դե լավ, մի րոպե, ես մի հատ բան ասեմ, ասնենք առաջ։ Մի հատ էլ նվեր կա ձեր քույրիկի եւ եղբոր կողմից։ Էսի չենք տվել։ Ուզում ենք տանենք։ Հա։ Ուզում ենք տանենք, բայց չենք տարել։ Տալիս ենք ձեզ, էս ձեր եղբոր եւ քույրիկի անակնկալի շարունակությունը, շնորհավորանքը։ Իսկ սա ես մի բան եմ ուզում ասեմ, բայց ինձ օգնում եք, որ այդ ասածս ըլնի։ Հա։ Այո։ Սահակ Սարգիս ի՞նչ տարբերություն, երկուսի անունը Սեյով է սկսում։ Ինչ որտեղ ձեր որդին է լա։ Դե ինչի թո ծաղկինքը տա։ Արի նվերի։ Ծափեր դեք սիրուն հատ կգրկես։ Ում են հարկավոր, այս աշխարհի գանձերը երջանիկ են որ, շարքում աչքերը երջանկությունից, այսքան մաքուր իմ արևին քույր։ Ում են հարկավոր, այս աշխարհի գանձերը երջանիկ են որ, շփտում են քո աչքերը թող քեզ կարոտող, գրքեմ անու։ Շատ լավ էր ամեն ինչ, հիմա ես ինձ թվում է վերջում տանք էլի, կամ էդ էլ տանենք հետներս։ Հիմա մեր պուճուրիկը անունդ ինչ էր։ Զինա։ Զինան իր տատիկին ծաղիկներ է տալիս։ Թղթա ծաղիկները։ Նայեք, ուրեմն այս ծաղիկները, այս որ նոր տվեցինք, դառնում է համ ձեր որդու, համ էլ ձեր դստեր, դե Փեսան էլ խառնա, չեմ ասում, ես Փեսայի անունը չեմ տալի, Սահակը չի արել, Սահակի անունը չեմ տալի։ Ձեր դուստերը եւ որդին են անակնկալն արել, իհարկե Սահակն էլ է։ Հիմա այս նվերը պետք է բացենք։ Հա, բացում ենք, տենանք, ինչ է սրա մեջ, բայց մինչև բացելը հələ տարբերակներ ասեք, ինչ կլինի։ Շարժեմ մի հատ։ Շարժեմ աղբել, ոչի ջարդվի։ Լավ, արի բացենք։ Մեզ այստից։ Բայց ում կողմից ասել եք։ Դե ես էլ նույն մարդկանց կողմից է, Փեսայի կողմից ու Որդու կողմից է։ Հարց չկա։ Բացում ենք, որդին շատ է կարոտել, գտնվելով հերվում։ Տեսեք, մենք նկատում ենք այստեղ սրտանման զանգված։ Սերա մի անգամից։ Բաժակ բացով պես ասում ես սերա։ Ու նկատում ենք նրա կողքին մի տարօրինակիր։ Հեսա, կանչ ցույց տանք։ Ահա։ Երևաց։ Հա։ Հիմա վերցնում եք մուրճը։ Այս կաղաչը ջարդենք սիրտը ի վերջո։ Լավ, ջարդում ենք։ Չէ, ջարդել։ Ինչքա սատի մեջ այ ապրել։ Հա։ Հոպ, այսքան հերիք է, ինչ կլինի մեջ է, լասեք։ Սիրտը սկսես բաբախել։ Այո։ Ինչ կլինի։ Էսի կաչկա եւ ասում Չգիտեք, դե լավ էլի ջարդում ենք, շարունակում ենք ջարդել։ Ահա, մշրբավ, հա։ Փշուր եղավ ինչ է։ Ահա, հա, հələ տենակ, ոսկի։ Ոսկի։ Հա որ, ոսկի, ինչ ոսկի։ Դե վերջ, բացում ենք տենանք ինչ ոսկի, ի վերջո բոլորիս հարցերի պատասխանը ստացանք։ Մամուզում եմ ես առաջվա պես օրոր հասես Քո անուշ ձայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր կրկեմ սիրտը իմ կարոտից փրկեմ Հիշեք, որ ձեր երեխաները ձեզ շատ են սիրում։ Հեսայի գլխավորությամբ շատ են սիրում։ Մենք բան ենք անում, հələ լավ, ինչ ենք անում։ Չէ, ախպեր, նստում եմ, բայց շուտ եմ դուրս գալի, որտեվ ես պետքա շատ արագ հետ գնամ մեր ձորը։
Կա գնամ, էլի։ Սուջուխ եմ ուտում։ Սուջուխակեր եմ։ Ախպեր հետ եվ 60-ը որ կա։ Մտնենք։ Սարկիսի եվ 60-ն, անչի չի լված են որ կայնեսնի։ Տանը ռուսատը մեզ եմ շեմ 1-1։ Բենզին, նա ախպեր։ Ինչ գինա։ Ինչ գինա։ $8000 cash։ Հետի որ մատորներ 3 2.5 որ թիվ 2007 թարմ թիվ այլ շատ լավն է ախպեր 06-ը տար մեկը բանա վրեն քաշած քաշ 06 վրա այնի սկսի քշել չեն ժոգել բազմատեսակ մեքենաներ են շրջակայքում բայց հա հա ախպերը հա ախպերը 2 մետր տեղ է Давай, сам Այս միշտ սիրած Սիրված լինեք բոլորդ Շենիկ գյուղի շեն բնակիչներ մենք գնացինք Շեն մնաք Էնում նկարեց Հո հետո կտնաս կհիշես էլի մատ նկարենք Բարդան նկար Հա լավ ոչինչ չենք նկարի ախպերս չենք նկարի Դու ֆրավ դե լավ հաջող ախպեր Գործերին հաջողություն լի Նկարիր ախպեր Ամփորձանք ախպերներ Բոլորս ամփորձանք Տեսեք Երեգնաձորի ջուրն ենք բերել հիմա հենց հիմա Վարդանը կդատարկի Ապե ծիրանի քոքելից Էդի չի աջետրու բերա ախպերել լցեի Աուզնա ծոկոտ ալյա Շենիկ յուղի շեն բնակիչներից Շենիկ յուղի շեն բնակիչների շեն բան ցոգոլը քալապտուղ եմ դրել դրա անունը քալապտուղ տարանք Այսօր այնօրվա նման չէ լավ, բայց հաջորդ գալս այնօրվա նման կլինի։ На связи или до связи. В общем, լավ մնացիցե։ Спасибо вам за теплый прием. Դες հին սայլ, որը քաշել են կովիկներն ու ձիուկները։ Դե մենք գնացինք, հարազատներ։ Բալիկներին տեսա, հիշեցի իմ մանկությունը։ Ախպեր նկարի, դե նայում են։ Հաջողություն, հայոց հարցներ, հաջողություն։ Շենիկ գյուղում մենք սիրված ենք, այդ սերը ես զգում եմ։ Սրտի ցավով եմ հեռանում այստեղից, բայց պետք է հեռանանք, որովհետև Չիվայում գործ կա ընկերներ, պետք է գնանք Չիվայում անակնկալ անելու։ Տեսեք ինչ գեղեցիկ ակուստիկ լուծում են գտել։ Դպրոցի պատին արև են նկարել, որը ինքնին նշանակում է լուսավորություն, այսինքն սա լուսավորչական դպրոց է։ Երեխաները այստեղ լուսավորվում են ձեռք բերելով բազմազան ու զանազան գիտելիքներ։ Շենիկի շեն դպրոցը շեն մնա եւ կրթի սերունդներին դարերով։ Իսկ մենք հիմա լքում ենք շենիկը։ Տեղ տալիս է։ Տեղ տված էր իրականում մենք շրջանցեցինք, քանի որ մենք երբեք չենք կանգնում նույն տեղում, եթե կա քշելու տեղ, քշում ենք։ Շենիկ, շեն մնացեք, ես դեռ կվերադառնամ ձեր գյուղ։ Մեր գյուղ, իմ գյուղն է շենիկը։ Էսի մեր չիտիրնեաշկաներ, որ ծախում էին, հա? Չէ, լավ։ Ընկերներ, այսօրվա մեր ելույթը Շենիկ գյուղից այսքանն էր, հիմա մենք դուրս ենք գալիս Շենիկի տարածքից, եթե լինի գեղեցիկ կադրեր, մենք անպայման կմիանանք, եթե չլինի, ուրեմն կմիանանք Չիվա գյուղում, որովհետև այսօր մեր անակնկալի մյուս մասը լինելու է Չիվա գյուղում, այսօր մշակույթի տունն է Վարդան, Շենիկի շեն պահելու բաղադրիչներից մեկն է մշակույթի տունը, միշտ մնա լավ ու գեղեցիկ պահպանվի, որ լինի ճիշտ, իհարկե, եւ իհարկե Մասիսը Շենիկից, տեսեք ինչ գեղեցիկ է։
Ընկերներ, ձեզանից ուղղակի խնդրանք լայքեր, բաժանորդներ, տարածեք այս տեսանյութը եւ հենց Արևմտյան Հայաստանի կադրի ֆոնին մենք այսօր կավարտենք Շենիկ գյուղի անակնկալի տեսանյութը։ Շնորհակալ եմ ձեզանից, որ հետևում եք մեզ։ Եթե ուզում եք մեզ աջակցեք, ողջևորեք, նշանակում է պետք է լայքեք, բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանություններ եւ իհարկե տարածեք սոցցանցերում մեր տեսանյութերը։ Կիսվեք ինչքան կարող եք շատ, մենք էլ մեծ սիրով կփորձենք Հայաստանը նման ֆորմատով ներկայացնել ձեզ։ Առանց ձևականությունների, առանց պատվերի, առանց ինչ-որ ոչ բնածին բաների։ Ինչ կա, այդպես էլ կտեսնեք։ Գնացինք առաջ։ Ընկերներ, սա տեսարան է, որտեղից Մասիսն է մենակ երևում, Սիսը ուղղակի չի երևում, որովհետև մենք Մասիսն ու Սիսի կողքից ենք նայում։ Հյուսիսից ենք նայում դեպի Մասիսը, սա հայացք է Մասիսին հյուսիսից։ Շենիկ գյուղը գտնվում է հյուսիսում, դրա համար էլ մի Մասիսը անտեսանելի է, բայց քիչ հետո կսկսի երևալ։ Մի խոսքով սա ինձ հիշեցրեց Տոկիոյի որ սարներ, Տոկիոյում, որը ցած մենակով։ Խնդրում եմ գրեք Տոկիոյում որ սարներ, որ այս տեսք ուներ, միայնակ բարձր տեղ էր։ Մոռացել եմ անունը, թե չէ կասեի, մեկնաբանություններում գրեք անպայման։ Շնորհակալ եմ ուշադրության համար, մենք շարունակում ենք գնալ այս խենթ ճանապարհով, հոսիկներով։ Ախ, ինչքան եմ սիրում քեզ, իմ աչքի լույսին քեզ, իմ հոգու անբաժան բաժին, քեզ հետ եմ քայլի մարել առաջին, ուր ես գնում ուր, խնդրում եմ ձեռքը տուր, մեկ անգամ էլ գրկեմ հպարտանամ, որ ունեմ քեզ պես քույր, թե կյանքում կփորձես ինչ-որ բան լուր թաքցնել, իմացիր, որ ես զգում եմ ինձ պետք չէ հարցնել